Բարձր ծափահարենք Հիսուսին, բարեկամներ, մենք հիմա հավաքվել ենք Աստծո ներկայության մեջ, փնտրելու նրա երեսն ավելիով։ Մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը, քանի որ նա մեր մեջ է եւ նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, որը նշանակում է, որ նա դեռ շարունակում է իր բարի գործը, ինչպես անցյալի մարդկանց, աստվածաշնչյան հերոսների, այնպես էլ այսօր իմ եւ ձեր կյանքում։ Քանի որ անցյալում, երբ մարդիկ հանդիպում էին Աստծուն, նրանք բժշկվում էին, օրհնվում, ազատագրվում եւ նրանց կյանքը փոխվում էր լիովին։ Այսօր մենք պետք է ամուր կառչենք Աստծուց, նրա ամեն մի խոսքին ուշադրություն դարձնելով, այն մտքում պահելով, մի օր կտեսնենք, որ դարձել ենք դրա մի մասը։ Դուք պետք է սկսեք ապրել Աստծո խոսքի համեմատ, քանի որ խոսքի մեջ շատ օրհնություններ կան ձեզ համար։ Պետք է փառաբանել, լսել խոսքի ուսուցումներ Աստծո խոսքից եւ լսել Աստծո կատարած հրաշքների վկայություններ, որպեսզի բաց չթողնեք աստվածային առաջնորդությունը։ Եթե ապրեք այսպես, Աստված չի խնայի իր զորությունը ձեզ օգնություն ցույց տալու եւ բժշկություն բերելու համար։ Ինչպես այն ժամանակ, երբ Հիսուսը քայլում էր երկրի վրա, մարդիկ ամեն գնով ուզում էին մոտենալ ու հպվել նրան կամ նրա հագուստին, այդպես այսօր դուք ձեր աղոթքով պետք է ձգտեք հասնել Աստծուն եւ նրա ներկայությունից ստանալ բժշկություն։ Ինչպես դարեր առաջ Հիսուսի մոտ գալով բժշկվեցին, այնպես էլ այսօր դուք կարող եք հանդիպել Աստծուն եւ ազատագրվել։ Մեր Աստված իսկապես ամենազոր է։ Նա կարող է այնպիսի հրաշքներ գործել, որ մտքից վեր է։ Բարեկամներ, գաղտնիքը հավատի մեջ է, քանի որ կային մարդիկ, որ այդպես էլ չբժշկվեցին Հիսուսի ժամանակ, բայց եթե դուք հավատաք, Աստծո փառքը կտեսնեք, իսկ եթե չհավատաք, այդպես էլ ոչ մի հրաշք չի լինի, որոշումը ձերն է։ Հիսուսին հետևել նշանակում է ապրել Աստծո տված խոսքի համաձայն, բայց մինչ այդ կետին հասնելը, ձեզ սպասում է ցավը, տանջանքը, անհուսությունը, բայց երբ սկսում եք հետևել Հիսուսին, հասկանում եք, թե որն է իրական կյանքը, իրական երջանկությունը, իսկ Աստծո տված ցանկացած բարիք տրվում է անսահմանափակ չափով։ Ինչքան դուք հանձնվեք նրան, այնքան շատ կճաշակեք նրա բարությունն ու օրհնությունները, ինչպես գրված է. ով ունի, նրան ավելին կտրվի, ու նրանից ոչինչ չի վերցվի, բայց նա, ով ասում է, թե չունի, նրանից իր ունեցածն էլ կվերցվի։ Ինչու կարողությունը թողնել մեկի ձեռքերում, որ ոչինչ չի անում, որ այն ավելացնի։ Աստված ուզում է պատել ձեզ իր օրհնություններով։ Հիմա կարդանք առաջին Տիմոթեոս 1:5։ Իսկ պատվիրանքի վախճանը սերն է, սուրբ սրտից, բարի խղճմտանքով եւ անկեղծ հավատքից։ Բարեկամներ, կա սիրո երկու տեսակ։ Մեկը սեր ամբարտավան սրտից, մյուսը մաքուր սրտից։ Երբ սերը դուրս է գալիս մաքուր սրտից, այն ունենում է միայն բարի գործեր։ Երբ աղջիկը ամուսնանում է մի տղայի հետ, ով մաքուր սրտով չի սիրում նրան, այդտեղ լավ հարաբերություն լինել չի կարող։ Տղան աղջկան կվերաբերվի առարկայի նման, եւ երբ աղջիկը տարիքն առնի կամ որոշ խնդիրների առաջ կանգնի, տղան նրան իսկույն կթողնի, քանի որ ոչ մի գթասրտություն չի ունենա, բայց եթե տղան մաքուր սրտով է սիրում, նա հոգ կտանի, կլինի խորհրդատու եւ ընկեր, եւ դա կլինի փոխադարձ, եւ նրանք կապրեն երջանիկ, առանց անլուծելի խնդիրների, քանի որ նրանց սիրտը մաքուր է։ Իսկ Հիսուսը լեռան քարոզում ասաց, որ մաքուր սիրտ ունեցողները կտեսնեն Աստծուն, երանի սրտով մաքուրներին, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Հիմա անդրադառնանք Տիմոթեոս 1:5-ին։ Բարի խղճմտանքով, երբ մարդը ներում է, խնդրում Աստծուց, Աստված նրան նոր սիրտ է տալիս, եւ այդ մարդու կյանքում կսկսվի նոր էջ, որը երբեք չի վերջանա։ 1:5 անկեղծ հավատքից։ Իհարկե շատ հեշտ է խոսել, որ Աստված օրհնել է ձեզ, բայց երբ մեկը մոտենա ձեզ եւ խնդրի օգնել իրեն գումարով կամ մեկ այլ բանով, արդյոք դուք առատաձեռը կգտնվեք ու ձեր կարողության չափով կօգնեք նրան,
Չէ որ Տերը ձեզ օրհնել է, դուք նույնպես կարող եք մեկ այլ մարդու օրհնել։ Տվողին կտրվի, բայց եթե մեկը չտա, Աստված նրան կօրհնի։ Մենք պետք է սովորենք տալ, այլ ոչ թե միայն վերցնել։ 6-րդ խոսքը, որոնցից ոմանք խոտորելով ունայն խոսքերի հետևից գնացին։ Ձեր հավատից մի շեղվեք։ Թույլ մի տվեք, որ սատանան խաբի ձեզ ու ծառայեցնի իր կամքի համեմատ։ Դուք կանչված եք Աստծո դաշտում ծառայելու համար։ Դուք կանչված եք սրբությամբ, բարի գործեր անելու համար։ Հեռու կացեք սատանայից եւ նրա գարշելի գործերից, որ ձեր անձերը ապահովության մեջ անվնաս պահեք։ Բայց եթե անգամ ձեզանից մեկը հիմա հայտնաբերել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Աստծուց հեռացած է եւ հակառակորդի ձեռքի գործիքն է դարձել, սատանայի գործն ու կամքը կատարող, իմացեք, որ այսօր դեռ ուշ չէ, հետ կանգնելու, հրաժարվելու ձեր անցյալի սխալ ուղիներից։ Աստված գրկաբաց սպասում է ձեզ։ Դու տեղ ունես նրա ծրագրի մեջ, քանի որ դեռ երկրի վրա ես։ Այսպիսի մի պատմություն կա։ Սատանան անցում է ճանապարհով ու տեսնում, որ մի կապված ավանակ կա։ Նա արձակում է ավանակին։ Ավանակը գնում է մոտակա դաշտը եւ սկսում ուտել բերքը։ Դաշտի տիրոջ ընտանիքը աղքատ էր ապրում։ Նրանք տանը հրացան ունեին ավազակներից պաշտպանվելու համար։ Տան կինը հրացանը վերցնում է ու սպանում է ավանակին։ Այս ամենը տեսնելով ավանակի տերը գալիս է, սպանում է այդ կնոջը։ Հետո տուն է գալիս այդ կնոջ ամուսինը, իմանում ինչ է եղել, գնում սպանում է հարևանին։ Հետո հարևանի երեխաներն են իմանում ինչ է եղել, գնում սպանում են դաշտի տիրոջ երեխաներին։ Հետո նրանք գնացին սատանայի մոտ եւ նրան ասացին. «Այս ինչ արեցիր»։ Սատանան պատասխանում է. «Ես ոչինչ չեմ արել։ Ես ընդամենը ավանակին արձակեցի»։ Այնպես որ բարեկամներ, դուք չգիտեք, թե սատանայի հետ բռնած գործերն ինչով կավարտվեն։ 6-ը, որոնցից ոմանք խոտորելով ունայն խոսքերի հետևից գնացին։ Մարդկանց հետ վիճելու մեջ իմաստ չկա։ Որոշ մարդիկ սիրում են վիճաբանել կրոնական հարցերով, բայց ամեն մարդ իր հատուկ կարծիքն ունի։ Անիմաստ է մարդուն բացատրել կամ համոզել մի բան, որը նա չի ուզում ընդունել։ Պետք է աղոթել, որ Աստված հպվի մարդու սրտին եւ լուսավորի նրա միտքը։ Մի օր մի խոշոր հեռուստալիքներից մեկի նախագահը ինձ ասաց. «Ես մի բան եմ ուզում քեզ ասել։ Ես շատ երկար ժամանակ խուսափում էի մասնակցել ավետարանական եկեղեցիների ծառայություններին, բայց մեկ օր, երբ գնացի եւ նստեցի ժողովին, իմ մեջ մի այնպիսի անհասկանալի ուրախություն ու թեթևություն առաջացավ, որ ես կարծես օդով թռչելիս լինեի»։ Առաջին Տիմոթեոս 1:7 կամենում են օրենքի վարդապետ լինել եւ իրենք չեն իմանում ոչ այն, որ խոսում են եւ ոչ էլ այն բաները, որ պնդում են։ Մի ցանկացեք լինել օրենքի ուսուցիչներ, ավելի ձգտեք լինել Աստծո հասարակ ծառաներ, քանի որ կարիքի ժամանակ Աստված կգա ու կխոսի ձեր սրտի հետ եւ դուք կօրհնվեք։ Ամեն։ Հիմա ես եւ Հովիվ Հայմեն աղոթելու ենք ձեր համար։ Հիմա ես կխնդրեմ Հովիվ Հայմեին միանալ ինձ։ Մենք միասին կսկսենք աղոթքը։ Հետո ես դուրս կգամ, քանի որ մեկ այլ ծառայություն ունեմ քիչ անց, մեկ այլ վայրում։ Իսկ Հովիվ Հայմեն կմնա ձեզ հետ եւ կշարունակի աղոթքը։ Ողջ փառքերը Աստծուն են։ Աղոթենք։ Հայր, մենք բոլորս մեր ունեցած հավատով քո առաջ ենք բերում մեր հոգսը ու կարիքը։ Մեզ տրված իշխանությամբ մենք հիմա օգտագործելու ենք քո զորությունը, որ քանդենք սատանայի կապանքները այստեղ ներկա եղողների, մեզ հեռուստատեսությամբ հետևողների, այս պահին տանը կամ հիվանդանոցում գտնվող բոլոր այն մարդկանց վրայից, ովքեր կարիքի մեջ են։ Բարեկամներ, լրջությամբ մոտեցեք այս աղոթքին, քանի որ Աստված հիմա գործելու է իր զորությամբ։ Սատանա, դու հիմա լքելու ես այս մարդկանց կյանքերը։ Մենք քանդում ենք քո իշխանություն այս մարմինների վրայից։ Մենք արգելում ենք քեզ շարունակել քո չար գործը։ Դու հիմա իմ իշխանության տակ ես, չար ոգի, եւ ես քեզ դուրս եմ վռնդում հիմա։ Հեռացիր ամեն ցավ
ինֆեկցիա, բորբոքում, ամեն այտուց, Իրանի վրա ամեն բորբոքում երիկամների մեջ, հեռացեք Հիսուսի անունով, Աստված կատարելապես բժշկելու է այս մարդկանց, շարունակեք աղոթել բարեկամներ, հիմա միասին կրկնեք ինձ հետ, Հիսուսի անունով, ես վռնդում եմ չարի ազդեցությունն իմ մարմնի վրայից, հեռացիր չարիք, Չար, ես հրամայում եմ քեզ Հիսուսի անունով հեռացիր։ Հայր, մենք բարձրացնում ենք մեր ձայնը եւ հրամայում, որ չարն իր ողջ իշխանությամբ լքի եւ հեռանա։ Ես աղոթում եմ եւ հրամայում, դուք նույնպես այսպես աղոթեք բարեկամներ, քանի որ սատանան ձեր իշխանության տակ է։ Ինչ ազդեցություններ նա թողած լինի ձեր կյանքում, հոգեբանական խնդիր, հուզական խնդիր, անհանգստություն, մտքի հակամարտություն, մարմնի ծանրություն, կրծքավանդակի ցավ, սրտի անկանոն զարկեր, մտքի անխաղաղություն, մենք հրամայում ենք, հեռացեք։ Այո, ձեր ձայնը բարձրացրեք իշխանությունով։ Դուք գիտեք, որ չարը երկար ժամանակ է տանջում է ձեզ, ցավ պատճառում կամ անհանգստացնում, գողանում ձեր խաղաղությունը։ Հիմա ժամանակն է Հիսուսի անունով նրան մենք ընդմիշտ վռնդելու։ Գուցե ձեզ ախտորոշել են ուռուցք, բայց իմացեք, որ Աստված այդ ուռուցքից մեծ է։ Աստվածաշնչում գրված է, եթե Տերը մի բան անում է, ով կարող է հակառակվել նրան։ Դե ուրեմն համարձակ, հիմա ասեք ձեր քաղցկեղին, չարորակ գոյակցությանը, լեյկեմիային, որ հենց այս պահից անհետանա։ Արի ամենակարող Աստված, արի եւ հպվիր այս մարդկանց, այստեղ կան մարդիկ, որ ունեն խնդիր տեսողության, կարճատեսության, լսողության, խլության, կոկորտի, ձայնի, շնչառական ուղիների, սրտի աշխատանքի, ես աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր ուժեղ ցավեր ունեն, ազդրում, ոտքերին, ողջ երկայնքով, ծնկների մեջ, ես հրամայում եմ այդ ցավերին հեռանալ Հիսուսի անունով, Արթրոս հեռացիր, արթրիտ հեռացիր, բուրսիտ հեռացիր, ռևմատիզմ հեռացիր, վթարի հետևանքներ, անկումի հետևանքներ, մենք հրամայում ենք հեռացեք այս վարքյանից, ստամոքսի այրոց կամ ցավ Հիսուսի անունով ենք հրամայում, հեռացիր, բարձրացրեք ձեր ձեռքերը բարեկամներ, փառաբանեք Աստծուն, որ ազատագրեց ձեզ, Հիսուս Քրիստոսը բուժել է ձեզ, Սուրբ Հոգու զորությունը հիմա ձեր վրա է, Աստծո զորությունը իջել է այս վարքյանում, որ դուք դառնաք նրա ավետարանի վկաները, դուք կփառավորեք Աստծուն, գնացեք եւ մեծարեք Տիրոջը ձեր կյանքում կատարած մեծամեծ օրհնությունների համար։ Հիմա դուք լիարժեք ազատագրված եք։ Հայր, մենք սրտանց գոհանում ենք քեզնից։ Դու օրհնություն ես իջեցրել այս մարդկանց վրա Հիսուսի անունով։ Ողջ փառքն ու պատիվը լինի մեր Աստծուն։ Հիսուսը բարի է եւ նա գործել է ձեր մեջ բարեկամներ։ Եթե մեկը այստեղ բժշկվել է, խնդրեմ, եկեք եւ վկայեք։ Եթե դուք հեռուստացույցի այն կողմում եք, կարող եք զանգահարել մեզ եւ ձեր վկայությամբ կիսվել։ Եթե մեկը բժշկվել է ազդրի ցավից, հիմա թող ձեռք բարձրացնի։ Տվեք ողջ փառք Աստծուն։ Խնդրեմ, ինչ է պատահել ձեզ։ 8 օր առաջ ես ընկա ու գլխիս ծանր տրավմա ունեցա։ Հիմա այստեղ փոսիկ եմ մնացել։ Իմ ձեռքերը թմրած են, ես խնդիրներ ունեմ ոտքից գլուխ։ Բայց դուք բժշկվեցիք այսօր։ Մասամբ, ուրեմն շարունակեք հավատալ, դեռ փոսիկ է մնացել։ Հիսուսը բարի է, նա բժշկել է ձեզ։ Ուրեմն ձեզ հետ կապված ծրագիր ունի, հավատում եք։ Ամեն, զորացեք Հիսուսի անունով։ Էլ ով ունի վկայություն, խնդրեմ, կիսվեք մեզ հետ։ Ասեք օրինակ Հովիվ Հայմե, ես ունեի ստամոքսի այրոց եւ ծնկների ցավ, համարձակ եղեք։ Այո, քույրս, ստամոքսի խնդիր։ Եթե Տերը գործել է ձեր մեջ, դուք պետք է վկայեք, մի ուրացեք Տիրոջ գործը ձեր կյանքում։ Էլ ով է ուզում վկայել Հիսուսի անվան համար։ Համարձակ եղեք, վկայեք, եթե դուք ունեցել եք ծնկի խնդիր, իսկ հիմա կարողանում եք նորմալ եւ առանց ցավի կանգնել ու նստել։ Մի ամաչեք, ուղակի բարձրացրեք ձեր ձեռքը եւ վկայեք Տիրոջ գործը։ Դերին դրոշակի մոտ ես ցավեր ունեի ձեռքերում եւ ծնկներում, փառք Աստծո։ Հիմա այն կողմում, սպիտակ դրոշի մոտ։ Հովիվ Հայմե, ես ու կինս COVID-ի ախտանիշներ ունեինք։ Ձեր աղոթքից հետո COVID-ը մեզ լքեց։ Փառք Աստծուն, փառք Աստծուն։ Մենք հետևում էինք հեռուստացույցով։ Ամեն, Տերը գործեց եւ օրհնեց։ Փառք Աստծուն, ուրիշ վկայողներ կան։ Պետք չէ ամաչել, մի փոքր ուշ ես գոհության աղոթք եմ բարձրացնելու Տիրոջը իմ խմբի հետ միասին, եւ դուք կտեսնեք Աստծո հզոր ներկայությունը, որ կիջնի այստեղ։ Խնդրեմ, այնտեղ սպիտակ դրոշակի մոտ։ Ոտքի ցավեր ունեի։ Հիմա բժշկվել եք, վթարի ենթարկվել։ Օ, դա վթարի հետևանք էր։ Մինչև հիմա այդ ցավերը մնացել էին։ Դուք կարողանում եք քայլել։
Վթարից հետո ինչպես էիք քայլում։ Ցույց տվեք։ Նա իր կոշիկներն է հագնում։ Քայլելիս ցավերը շատ էին։ Իսկ հիմա ցավ չկա, փառք Աստծո։ Փառք ես Հիսուս, բարեկամներ, Աստված ձեզ հետ է, ով է ուզում վկայել Հիսուսի անունով։ Առավոտյան էի եկել ծառայությանը եւ մտածում էի, որ շուտ դուրս գամ եկեղեցուց, քանի որ տունս շատ հեռու է այստեղից։ Հետո մտածեցի, ահա, ասեք, ես մտածեցի գնալու եմ Հիսուսի անունով։ Ես ծնկի խնդիր ունեի եւ դժվարությամբ էի քայլում։ Ոչ մի բուժում ինձ չէր օգնում։ Հետո փառք Աստծո, ես հիմա լավ եմ։ Փառք Աստծուն, որ բուժեց ձեզ քույրս։ Դեռ կան մարդիկ, որ կուզեն վկայել Տիրոջ գործը։ Ում ծնկներն են բժշկվել այստեղ, խնդրեմ, տվեք ձեր վկայությունը։ Ահա կապույտ դրոշակի մոտ։ Անցյալ կիրակի, երբ ես նորից այստեղ էի, ձեզ պատմեցի, որ իմ ցավերը գնալով ուժեղանում են, փոխարենը թուլանալուն։ Բայց երբ արդեն տանն է երկուշաբթի օրը, արթնացա եւ ինձ շատ լավ էի զգում։ Հիմա ես հեշտությամբ եմ իջնում տան աստիճաներից եւ նորից եկել եմ այստեղ ու իմ բոլոր ցավերը անցել են Հիսուսի անունով։ Աստված իր գործը երբեք կիսատ չի թողնում։ Փառք Հիսուսին։ Խնդրեմ, դեղին դրոշակի մոտ առավոտյան, երբ արթնացա, որ եկեղեցի գամ, աջ ոտքս ցավում էր, բայց հիմա փառք Աստծո, Տերը բուժեց։ Սպիտակ դրոշակի մոտ կանգնած քույրը տևական ժամանակ է ծնկներս ցավում էին, քանի որ զբաղվում էի մարտարվեստով եւ արդյունքում վնասեցի աջ ծունկս։ Երկար ժամանակ անցել էր, բայց դեռ չէի կարողանում ծալել ծունկս։ Քիչ առաջ նորից փորձեցի եւ տեսա, որ ծունկս ծալվում է արդեն։ Չէր ծալվում, չէի կարողանում քայլել, բայց հիմա ծալվում է։ Դժվարությամբ էի քայլում կամ նստում, շատ ցավեր ունեի, բայց հիմա լիովին անցել են, որի համար ես երջանիկ եմ։ Փառք Աստծուն։ Ես քրոջն ասացի, որ եթե մեկն ուզենա փողոցում քեզ նեղացնել, նա նորից կարող է թաու իր մարտական հնարքներով վախեցնել նրան։ Պատկերացրեք Փաու եւ այդ երիտասարդը հայտնվում է հատակին։ Հիմա, քանի որ ժամանակը կարճ է, եկեք միանգամից ասենք իրական կյանքի պատմությանը։ «2009 թվականի դեկտեմբերին Էլիեթն ու Ռիկարդոն մոտոցիկլետով ենթարկվել էին վթարի։ Նա անցնում է մի շարք վիրահատությունների միջով ազդոսկրի և սրունքների կոտրվածների պատճառով։ Էլիեթը լուրջ ողնաշարային վնասվածք է ստանում։ Վնասվել էր սիստեմատիկ ներվս և ոտքից ողջ երկայնքով ցավ էր տարածվում, որ արդեն ոչինչ անել չէի կարողանում։ Մենք նոր էինք ծանոթացել, բայց այս վթարի պատճառով նա փոխվեց և ուզում էր ինձնից հեռու մնալ։ Ես ունեմ 7 տարեկան որդի եւ վատն այն էր, որ ես այլևս չէի կարողանում խաղալ նրա հետ։ Նա չէր կարողանում գրկել իր որդուն, ես գնացի, որ վերցնեմ նրան։ Իմ ցավերը չէին դադարում ու գնալով ավելի էին խորանում, ամբողջ ընթացքում ես ցավերի մեջ էի։ Ես գումարներ ծախսեցի բժիշկների եւ բուժումների վրա, որ նորից նրան տեսնեմ այնպիսին, ինչպիսին նա եղել է վթարից առաջ։ Դեղորայքներ ընդունելուց հետո, եթե ինձ մոտ դրական փոփոխություն չլիներ, ստիպված է լինելու եւս մեկ վիրահատության ենթարկվել, որն ինձ համար անդամալույս դառնալու ռիսկներ էր պարունակում։ Էլիեթը միշտ նույն քարացած սառած դեմքով էր մշտական ցավերի մեջ։ Ցավերիս մեջ միակ բանն, ինչ ուզում էի անել, դա ցնցուղ ընդունելն էր։ 2019-ին սկսեցին դիտել հավատքի հանդես հաղորդումը, արդյունքում զույգը սկսեց մասնակցել Աստծո շնորհ եկեղեցի։ Չորեքշաբթի օրը, երբ ընտանիքով ուզում էինք ծնկել աղոթելու, ես չէի կարողանում ծնկել։ Նա չէր կարողանում իջնել ծնկների վրա, որ աղոթի, հետո բժիշկն էլ արգելեց նրան ծնկների վրա նստել։ 3 տարի, 2 ամիս ես հաճախել եմ եկեղեցի եւ այդ ողջ ընթացքում ինձ համար ոչինչ չեմ խնդրել աղոթքով։ 2022 հուլիսին հովի Վիկտոր Մարտինիսի հետ ունեցած հատուկ ծառայության ժամանակ Էլիեթը համարձակվում է հրամայել, որ չարը հեռանա եւ լքի իր մարմինը։ Որոշեցի աղոթել միայն ինձ համար եւ մտածեցի, այսօր իմ օրն է։ Ձեռքս դրեցի իմ մեջքին եւ աղոթելիս զգացի մեծ ջերմություն։ Այդ պահին հավատով ընդունեցի իմ բժշկությունը։ Վթարի եմ ենթարկվել եւ շատ ծանր վնասվածքներ ստացել ողնաշարիս հատվածում։ Ամեն օր օրվա 95%-ը ես մշտական ցավերի մեջ էի լինում։ Օրվա 95%-ը? Այո, ես քնում էի ցավերի մեջ, արտանում էի ցավերի մեջ, երբ փորձում էի քայլել կամ կանգնել։
Այսօր ես որոշեցի աղոթել ինձ համար, ձեռքս դնելով ողնաշարիս վրա։ Զգացի, որ բժշկվել եմ։ Լիովին բժշկվել եք։ Այո, վստահ եմ։ Եկեք հիմա օգնեմ ձեզ, որ ոտքի կանգնեք։ Դուք կարող եք կանգնել Հիսուսի անունով։ Բժշկվում եք հիմա։ Դուք դժվարանում եք ինքնուրույն կանգնել։ Վթարից հետո օգնության կարիք ունեի։ Հիմա կարողանում եմ կանգնել։ Հիմա դուք նորից կարող եք ինքնուրույն կանգնել։ Հիսուսն այստեղ է քույրս, համարձակ քայլեք հիմա։ Ոչ թե ես եմ ձեզ օգնող, այլ ինքը Հիսուսը։ Թույլ տվեք։ Թույլ տվեք, որ նա ինքնուրույն քայլի։ Քույրս, հիմա ինձ ասեք, դուք ձեզ ինչպես եք զգում։ Ցավ չեմ զգում, ցավ չեք ունենալու։ Հենց այդ օրը ես պարկեցի քնելու բավականին ուշ։ Հավատս չէր գալիս, որ ես արդեն լավ եմ։ Բազմաթիվ բուժումներ էի անցել, բայց ոչինչ չէր օգնել։ Ծնկներիս վրա ընկա, նստեցի, վեր կացա, արեցի ամեն շարժում, որ վթարից հետո անել չէի կարողանում, քանի որ շարժվելու խնդիր ունեի։ Նա 100%-ով փոխվեց։ Հիմա նա շատ երջանիկ է, ուրախ ու երջանիկ ապրում է իր ընտանիքի հետ։ Հիմա ես կարողանում եմ ծալել ծնկներս առանց որևէ օգնության, իջնում ու բարձրանում եմ տան աստիճանները։ Ցավից չի գանգատվում, հանգիստ խաղում է երեխայի հետ։ Համոզված եմ, բժշկված եմ եւ բժիշկներին չեմ դիմել հաստատելու համար։ Հիմա նա դարձել է անճանաչելի, նրա հայացքից լույս, փայլ եւ ուրախություն է ճառագում։ Նա ինձ ասում էր, հիմա ես նորից կարող եմ բարձրակրունկներ կրել, ինձ ավելի կանացի զգալ։ Ինձ նման մեկի համար, ով այդպիսի վնասվածքներ է ունեցել, պարզապես քայլելն արդեն մեծ հրաշք է։ Միայն Աստված կարող է անել այնպես, որ ես նորից իմ բնական կյանքով ապրեմ։ Ինչպես ասում է դոկտոր Սուարեսը, նշանակություն չունի, թե ով է խոսում Աստծո խոսքը։ Կարևորը օծությունն է, որ լինի խոսքի մեջ։ Աստված շատ պարզ է գործում։ Հովիվն ասաց նրան. հիմա ծնկի արի ու փորձիր ոտքի կանգնել, եւ ամեն բան դեպի լավը գնաց։ Հիմա լսենք առաջին հարցը։ Դոկտոր Սուարես, ես քրիստոնյա եմ, բայց հաճախ եմ ունենում անհանգստություն, որի պատճառով չեմ կարողանում քնել։ Ինչ կարող եմ անել։ Շատ կարևոր հարց էր։ Տեսեք, Ղուկաս ավետարանի 13:11-ում գրված է մի կնոջ մասին, ում Հիսուսն անվանեց Աբրահամի դուստր։ Այդ կինը չէր կարողանում կանգնել, քանի որ թուլության ոգի ուներ։ Այստեղ գեղեցիկ հայտնություն կա։ Մարդը երբեք չի իմանա իր իրական խնդիրների մասին, եթե Հիսուսը նրան չհայտնի։ Անհանգստության ոգին թույլ չի տալիս, որ մարդը հանգիստ քուն վայելի, բայց մենք Աստծո միտքն ունենք եւ չպետք է այսպիսի խնդիրներով տառապենք։ Առաջի Կորինթացիների 2:16-ում գրված է, բայց մենք Աստծո միտքն ունենք։ Ամուր պահեք այս խոսքը։ Խորհեք դրա շուրջ եւ վռնդեք այդ անհանգստության ոգուն Հիսուսի անունով։ Իսկ հիմա եկեք երկրորդ հարցը լսենք։ Ինչպես կարող է մարդը դադարել դատարկ բան խոսելուց։ Դա հեշտ է, բարեկամ։ Կարդանք Մատթեոս 12:34-ը, որովհետև սրտի ավելացից կխոսի բերանը։ Այլ կերպ ասած, մարդու բերանը խոսում է այն, ինչով լցված է նրա սիրտը։ Դրա համար մարդը պետք է սովորի լսել Աստծո խոսքը, որ նրա խոսքն է լինի Աստծո խոսքի համեմատ։ Պետք է նաև կարդալ Աստվածաշունչ եւ մտածել խոսքի մասին, ինչպես Սաղմոս 2-ն է ասում, Սաղմոս 119:11-ում։ Իմ սրտումը թաքցրի քո խոսքը, որպեսզի չմեղանչեմ քեզ դեմ։ Եվ ամենակարևորն այն է, այս խոսքը վերաբերում է յուրաքանչյուրին։ Եթե մեկը շատ է հաղորդակցվում Աստծո հետ, նրա խոսքերը կլինի դրա վկայությունը մարդկանց առջև։ Ինչպես գրել է Պողոս առաքյալը, կարևոր է, որ մարդու բերանից դուրս եկած խոսքը լինի շինաբեր։ Կարդանք Եփեսացիս 4:29. Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանիցը, բայց այն, որ բարի է շինության համար հարկավոր, որ շնորհ տա լսողներին։ Մարդկանց օգտակար լինելու համար պետք է լցվել Աստծո խոսքով, խորապես փնտրել Աստծո երեսը եւ նա անպատճառ կպատասխանի։ Հիմա խնդրեմ կանգնեք ոտքի։ Հիշում եք, ես խոստացել եմ աղոթել մի ընտանիքի համար։ Հիմա եկավ ժամանակը։ Խնդրում եմ, փակեք ձեր աչքերը։ Հայր, նախ եւ առաջ ուզում եմ գոհանալ քեզնից յուրաքանչյուր ընտանիքի համար եւ խնդրում ենք, որ օրհնությունը թափես նրանց վրա։ Մանավանդ այն մեկի, որի համար մեզ հատուկ նամակով դիմել էին, որ աղոթենք։ Այդ ընտանիքում ատելություն կա ծնողների ու զավակների միջև։ Նրանց մեջ տիրում է անխաղաղություն եւ հակառակություն։ Նրանք լինելով քրիստոնյա ամեն օր վիճում են իրար հետ։ Ընտանիքում կա մեկը, ով խմելու մոլուցք ունի։
մեկը ով թմրադեղերից կախում ունի, մեկը ով հայտնվել է սատանայի ծողակում, բայց Տեր դու խոստացել ես, որ եթե մեկը հավատա քո որդի Հիսուս Քրիստոսին, կփրկվի ինքն ու իր տունը։ Ես խնդրում եմ Տեր Աստված, օրհնի նրանց տունը, ընտանիքը։ Ես կոտրում եմ չարի ամեն ազդեցություն այդ տան վրայից։ Ես վռնդում եմ չարի ներգործությունը Հիսուսի տված իշխանությունով։ Կանգնեցնում եմ չարի գործը այդ ընտանիքում եւ Աստծո օրհնությունն եմ հռչակում, քանի որ այդ տունը պատկանում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Տեր, հիմա քո թարմոցությունն են կանչում եկեղեցու վրա։ Տեր, արի եւ լցրում ես քո հոգով, արի եւ տիրի հիմա այս երկի փառաբանության ու երկրպագության մեջ։ Տեր, մենք աղոթում ենք ազգերի համար, քո առաջ ենք հիմա բերում այն երկրները, որ բնական աղետներից ցնցումների մեջ են ընկել։ Աղոթում ենք այն հազարավոր մարդկանց համար, որ այս պահին դրա հետևանքով դարձել են անտուն եւ բնակվում են վրաններում։ Տեր, խնդրում ենք, որ օրհնես նրանց։ Տեր, քո երեսն ու գթասրտությունն ենք խնդրում այդ ժողովուրդների համար։ Քո խոսքում շատ բարձ գրված է, խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Մենք հիմա աղոթում ենք այս ազգերի համար, մենք նաեւ աղոթում ենք Բրազիլիայի համար, հյուսիսից հարավ, քո օրհնությունն ենք խնդրում, Տեր։ Մենք խնդրում ենք, որ գթաս ու ողորմես այս երկիրը, քանզի այստեղ եւս շատ աղետներ ու դժբախտություններ են տեղի ունենում։ Մենք նաեւ քանդում ենք սատանայի գործը, որ խանգարում է քո խոսքի զորության դրսևորմանը Հիսուսի անունով։ Թեպետ մենք գիտենք, որ նրանք կռապաշտության մեջ են, բայց մենք նրանց սիրո աշկերով ենք նայում եւ աղոթում, որ դու պահապան ու օգնական լինես նրանց։ Օգնիր, Տեր, որ քո ավետարանը հասկանան ու հավատան քո խոսքերին երկրի 4 ծայրերում։ Բրազիլիան պատկանում է քեզ, Հիսուս, քանի որ գրված է օրհնյալ է այն ազգը, ում Աստվածը Տերն է։ Հիմա կանչում ենք քո Սուրբ Հոգին քո ժողովրդի վրա։ Եկ եւ օրհնիր քո ժողովրդին, նրանց նոր արարած դարձրու, օծիր նրանց ուրախության ու զորության յուղով։ Տեր Հիսուսի անունով ենք խնդրում։ Եկեք հիմա բոլորս ողջ փառքը բարձրացնենք Աստծուն։ Բարեկամներ, եւ կտեսնենք Սուրբ Հոգու օծությունն ինչպես է թափվում ձեզ վրա։ Ալելույա։ 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 Փառք տվեք Աստծուն։ Փառք Աստծուն բարձրերում։ Փառք Աստծուն, քանի որ նա արժանի է։ Ես ուզում եմ, որ մենք ավելի սրտանց փառաբանենք հիմա, ավելի ջերմեռանդ։ Մենք այստեղ չենք եկել թաղման արարողության։ Հիմա պաշտամունքի ժամ է, բարեկամներ։ Մենք հիմա պետք է զորանանք հոգով։ Տիրոջ քամին հիմա շարժվում է այստեղ։ Տիրոջ օծությունը երկնքից իջնում է մեզ վրա։ Տեր, դու օծում ես հաղթողներին եւ թարմացնում քո եկեղեցին։ Ալելույա։ Ալելույա։ Մեծարենք Աստծուն, որ արժանի է։ Տվեք նրան փառք եւ պատիվ։ Աստծո եկեղեցի, ստացիր Աստծո օրհնությունը հիմա։ Ստացիր Աստծո զորությունը, որ հիմա իջնում է այս վայրում։ Սա իսկական տոն է, բարեկամներ։ Տիրոջ հոգին գալիս է եւ զվարթացնում տխուր սիրտը։ Տիրոջ հոգին հիմա գալիս է եւ ամոքում տրտմած ու կոտրված սրտերը։ Տեր, թող այս մարդիկ նորից կյանք վերադառնան եւ հետևում թողնեն ամեն ցավ ու հիասթափություն։ Բժշկիր նրանց հոգին, տուր կյանքը շարունակելու կամք։ Ալելույա։ Ալելույա։ Փառք տվեք Բարձրյալին, ով արժանի է ամեն փառքի եւ պատվի։ Ալելույա։